Սա առանցքային խնդիր է, այսօր ես եմ, շատ մեծ կապ ունի, Ես ընդհատեմ Լարված է անցել Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների այս տարվա առաջին դատական նիստը։ Ուրեմն դատարանը ստիպված կլինի Դատախազներին դուր չի եկել Սրբազան հոր խոսքը ուղղված իրենց։ լեզուս թող պտտվի ասեմ մեղադրողներին։ Եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը, այո ասելու եմ, տղամարդկություն ունեցեք մի շրջանցեք։ Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը չշրջանցեք։ Երկուսից մեկը ընտրեք։ Երկու դեպքում էլ այլ բան է։ Նստեք հիմա, նստեք։ Ինչ կապ ունի դա հակառակ կողմից արձագանքում են դատախազները։ Չմիջամտել ու չընդհատել իրեն, բարկացած ասում է Բագրատ Սրբազանն ու շարունակում խոսքը, կեղծ անվանելով իրեն առաջադրված մեղադրանքը։ Ինչի հիման վրա են ապացույց մարդիկ ներկայացնելու։ Օրինակ, շենքեր գրավելու մասին, ահաբեկչական գործողության պլանավորման մասին, ասում են, չէ, ձեռագիր կա գրված, փորձաքննություն կա, եթե չկա, դուք կարող եք ինձ համոզել կամ որևէ մեկը, որ դա ասենք չի գրել Արայիկ, ինչ ազգանունը, Հարությունյանը։ Ոչ մեկ չի կարող դա, կներեք որ այդ անուն եմ տալիս։ Դատարանն այսօր ապացույցների ծավալի հարցն է քննարկել։ Իբր ահաբեկչություն նախապատրաստելու համար մեղադրվողների պաշտպանները դատարանին առաջարկել են, որ դատախազները յուրաքանչյուր մեղադրյալի վերաբերյալ առանձին անհատականացված ներկայացնեն ապացույցները։ Յուրաքանչյուր ապացույցի մոտ հատիկ անհատական ապացույցների մասով պետք է դատարանին եւ դատավարության մասնակիցներին նաեւ հանրությանը բարձրաբանի թե կոնկրետ ապացույցը ինչ հանգամանքները հաստատելու։ Էլի կրկնեմ, կոնկրետ ապացույցը որ մեղադրյալի մասով է։ Մեղադրողների դիրքորոշումը սակայն այլ է։ Ըստ նրանց բոլոր ապացույցները վերաբերելի են բոլոր մեղադրյալներին։ Օրինակ, իմին Պաշտպանյանի Տիգրան Գալստյանի մասով ես ասեմ, մենք ունենք ապացույց, որտեղ գրված է Տիգրան Գալստյանի անունը, բայց Տիգրան Գալստյանը այդ զրույցին որևէ բառ չի ասում։ Մենք դա վիճարկելու ենք դրա վերաբերելիությունը։ Մենք դրա վերաբերելիությունը վիճարկելու ենք, բայց դրա վերաբերելիությունը վիճարկելու համար պետք է դատախազը դա թվարկի թե չէ։ Եվ երկրորդ կարևոր բանը, դատախազն ասում է, մենք չենք կարող այստեղ վերաբերելիության հարցը, ստեյության այդպես ես հասկացա, քննարկել, որտեղ եթե հանգարց կարդանք ցուցմունքները կստացվի հետազոտել, դա այդպես չի։ Պաշտպանական կողմի համոզմամբ պատասխանատվության անհատականացման սկզբունքը խախտվում է։ Ստացվում է ոչ թե անհատական, այլ կոլեկտիվ վճիռ է կայացվելու։ Եթե մեղավոր ճանաչվի մեկը, մեղավոր են ճանաչվելու բոլորը։ Թուրքանք մեղադրանքի կողմին Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։